ամիսը 10,000, 12,000 Չառացան մեջ հայավաշ է լուգուսը։ Հղաստանում դե։ Գրիլյա, գրում ես։ Այախ չի ջան։ Իլյա։ Այախ չի ջան։ Մեզ տես ինքան մեզ շինարարություն արածը տեղ։ Սովետի ժամանակ։ Հիմա անգործա։ Մեջը ոչ համերգ են ցույց տալի, ոչ թատրոն են ցույց տալի, ոչ կինո։ Լրի պարապա։ Մնաք մե բաժինը բուժարանա։ Էդի մեր հարցազրույցում ասել եք, բա։ Ասել եք, մի հատ կենցաղի տուն ա մեզ պետք, որ մարդա մեռնում բանա լինում չտանենք հասցնենք, այդ ասել եք։ Մեզ մեջ են ցաղի տունը հարկավոր։ Այդ խնդիրը եթե կարաք լուծեք շնորհակալություն թերթև շնորհակալություն կառնեմ։ Բայց մեր բան էլի խնդրեմ։ Մենակ այդ հարցերը լուծեք։ Հա։ Երկու-երեք ամսվա մեջ էլ լուծեք։ Հա։ Ինչի։ Որ սերան պապիկը կենցանիլ լա։ Հա, որ ասում հետ ցաղի տունը։ Հենց բերեն տնեն այդ ցաղի տունը։ 200 տարի ապրել այնի։ Բայց թող Սեյրան պապին երկար տարիներ առողջ լինի, պետք չգա այդ տունը։ Ինչո՞ւ է մեղավոր։ Ինչա։ Ոչ ընդդիմադիրն է մեղավոր, ոչ կառավարությունը։ Ո՞ր բերատը համեր ցույց։ Ո՞ր այդտեղ է մեղավոր։ Բարև ձեզ։ Մկավալ մեր պերը մուզիկա պերեմ աստի, խաղալու ես, մուզիկա պերեմ աստի, համեր ձեզ։ Դա ինչ անել։ Այդ մեկը մեկ կատակով ենք որ կանալ իրոք, ոչ մեկն մեղավոր չի, որ գրուպ ենք գաստե համեր ցույց տա։ Մեր ջուղապետը իրավազուր է։ Ինչի է իրավազուր։ Իրավազուր է մենք։ Բա մենք եկել ենք ձեզ լսել, որ ձեր ձայնը լսել։ Հիմա նայեք, ասում է Սեյրան պապը համերգ է ուզում։ Հա, Սեյրան պապիկը համերգ է ուզում։ Մեր ջուղապետին իրավունք չունա, որ ջուղապետը քաղաքապետից պլանջը։ Ինչի իրավունք չունի։ Չունան։ Մեր ջուղապետը ոսպեր մենք որուղ չենք խացում դաշտապա։ Մեր ջուղի դաշտապա մեր ջուղապետն է։ Իրավունք չունա, որ ներկայացնա մեր ջուղի բանա համերգա պահանջը, մեր ջուղացին ցիրկա պահանջը, մեր ջուղին թատրոն հարկով։ Մեր ջուղապետը իրավունք չունա։ Մեր քաղաքապետը իրավազուրը արի մեր ջուղապետին։ Մենակ իրավունքը Իրանն է։ Այդպես չի։ Յուրաքանչյուր քաղաքացի ունի ձայնի իրավունք։ Յուրաքանչյուր քաղաքացի ինքը իր իրավունքի տերն է, բայց մենք մեր ջուղապետը իրավազուր է։ Ես կուզում եմ ցույցի։ Չի կարա պահանջել մեր յուղին համերգ ուղարկի, մեր յուղին թատրոն ուղարկի, մեր յուղին կինո ուղարկի։ Դե ոչինչ, Սեյրան պապ, ես կփոխանցեմ իշխանություններին, որ այս գյուղում կենցաղի տուն են ուզում։ Մեր ուրեմն դες 10 հատ խումբ, 10 բան թատրոն։ հսկայական շենք հասարկած, հսկայական շենք հասարկած։ Բայց անտիրական հիմա մե բաժինի ինքնանստում մե բաժինել բժշկուհին է, մեջերի բուժ բանը սպասարկողն է։ Էնկո մնացածն ազատ է։ Կարան Տարածքը կա։ հա Տարածքը կա, մնում է կազմակերպ։ տարածք մնում է անտեր հիմա մնում է կազմակերպող։ Սեյրան պապ, ես կփոխանցեմ։ Փոխանցեք։ Համերգը պրծան, առավոտյան համերգ Մերալներից էր։ Պատվերով համերգ ուզում է պատվերով։ Պատվերով։ Հետո հաջորդ անգամ որ դու գաս, այս ջուղը չէ, ուրիշ ջուղ։ Որ դու։ Մեր խնդրանք ունեմ, էլի դե։ Եթե մնամ այդ ջուղ, նախորդ ձեզ խնդրանք ունեմ։ Ոչ ներկայացրեք, ոչ էլ։ Ինչի։ Ես դե ասեմ, բացատրեմ, որպեսզի ձեր հանդեպ լավ վերաբերմունք կա։ Մտնեմ եք ներկայանում եք։ Ներկայանում եք։ Հմը, լսա, հա, առաջինը լրագրողական խումբ։ Վերջ։ Էր դու պրոբլեմ չունեք։ Լավ ის բացի ոչ մի վատ բան չեք լսում։ Բայց մենք չենք ուզում այս։ Չէ, այդպես արեք մի Մենք անգամ։ ուզում ենք իրական մարդկանց Ոչինչ, իր մտինը ասելու է, հմեկը լա ուզում է անդիմադիր լա։ Բայց դու քեզ ասեմ որ քո ինչ կորնա որ լրագրողն է։ Եթե իմ տեսաչի։ Վեր։ Իմ տեսաչի։ Ցավը դեռ տանեն։ Դե պրսավ գնաս, Բայց ներողություն, լսա, դու քո կարծիքն ես ասում, ես էլ իմ Մեր կենցա ասում եմ լավ է, փառք Աստծո։ Ես ուրիշ բան չեմ ասում։ Որտեվ մենք այն ջուրն ենք, որ
չեմ ասում, կարող է ոնց 3-4 բետոններն լա, որ ապրել չկարա։ Իսկ մեր յուղը հնարավոր չի դες մարդ, որ ապրել չկարա, դա բացառվում է։ Ով ուզում ալա իշխանությունը։ Ցանկացած մարդ, մեր յուղացին աշխատող, արարող մարդ է։ Հա, ստեղծող յուղի մարդը։ Կապ չունա։ Այս քաղաքականության հետ էլա լինի, չլինի, մենք ապրելու ենք։ Չեմ ասում, ձեր ասած, այդքան բարեկեցի ես բացատրեմ, չէ՞։ Որ չենք ասում մենք, այդքան բան, ինչա, լուվրավա, որտեղ այդքան նկարի խմա 1 միլիոն դրամ տանք, այդ նկարը մարդ կա այդքան, չէ՞ նայում։ Թանգարանները։ Հա, հիմի մեր նախկին կառավարական անդամներն են։ Հիմի կողմն էլ էտիլել է բնությունը։ Որ մեր նկարի համար կարող է թանալ նայեն, հետո ոչի չնայեն էլ չհասկանան էլ ինչա։ Հետ գան, ոչ էլի չի կոչում բարեկեցիկ։ Մեր համար բարեկեցիկը ո՞ր։ Մեր դուի բարեկեցիկը որ ամեն մարդ իր ընտանիքը կարող է պահել, անկախ իշխանությունից։ Այո։ Ով ուզում ալա։ Հիմի կարող է այս իշխանության օրոք մի քիչ լավ ապրել։ Էմետի օրոք մի քիչ գիտեք ինչա։ Ոնց ասեմ, մենք 2000 բարձ ասեմ ձեզ։ Մենք 93 թվին հոսանք չունեին, չէ՞։ Խալքաստի հիմի ունենք։ 93 թվին մենք հոսանք չունեին, բայց հիմի ունենք, դες ինչքան առաջանցած ենք գնացին։ 93, իսկ 1860 թվին, вообще հոսանք չելի, հիմի ունենք, առաջանցած ենք գնացին։ Հա, դե կարևորն է որ առաջ լինի կյանքը, առաջ գնանք։ 1800 թվին հոսանք չենք ունեցի, հիմի ունենք, առաջանցած ենք գնացին։ Շատ, առաջ շատ կա։ Իհարկե, հոսանքով առաջ 1800 թվին չենք ունեցի, հիմի հոսանք ունեցի։ Այսինքն մենք մտածելով կրթությունը չվերցավ։ Ոչ բան չելավ, առաջ հոսանք, մկա հոսանք առաջ ընթացը, կրթությունը դուրա, գիտությունը դուրա, ուսանողությունը դուրա, երիտասարդությունը դուրա։ Ոչ մկա հա, բայց երիտասարդությունը դպրոցում քանի աշակերտ կա, կրթություն ես ասում։ Ահա 550 աշակերտից մնացել է 20 աշակերտ։ Պակասել է։ Բա իհարկե, Դպրոց կա, Էլ առաջին աշակերտ չունի։ հակառակը խոսում։ Շուրջան, հիմա նայեք ինչ հակակարում։ Եթե երիտասարդությունը չի ամուսնանում, եթե զարգացում չկա, չի ամուսնանում, հնարավորություն չունա մարդ ընտանիք պահելու, առաջընթացը ո՞րն է։ Կա բաներ, որ հա, ճիշտ է, ընդունվում է, որ կարելի է մարդը գոյատևել ապրել, բայց գոյատևելը հերիք չի։ Բազմաշերտ խնդիրներ մենք ունենք, որը կարելի է վերահսկել, որը կարելի է ընդառաջել գյուղացու, որպեսզի գյուղացին կարա այսօր բանակա պահում գյուղացին, քաղաքա պահում գյուղացին։ Պետք է երեխա ունենա, ամուսնանա, զարգանա, չէ, հնարավորություն ունենա երեխա պահելու մեծացնելու։ Եթե չունես, ինչպես կարաս բանակ պահես, ինչպես կարաս հզոր լնես։ Իսկ որ ասացիք 550 աշակերտ է եղել դպրոցում, դարձել է 120, այսինքն արտագաղթի հետևանքով է այդքան դարձել։ Դե գիտեք ինչ կա, որը արտագաղթել է, որը ոնց ասեմ, հնարավորություն չունի ամուսնանալու, կան մարդի տղաներ, աղջիկներ, որ դեռ չեն ամուսնացել, որ հնարավորություն ունենային ամուսնանային, կամ հնարավորություն ունենային կթողնային կեթային, որ աշխատանքի հետևանքով, որը վատ ապրելու հետևանքով չի կարողանում հարմար աշխատանք ճարի, թողնում է թման քաղաքում էլ մի գոհ շարում է, հարմարում է, աշխատում է, ճիշտ է, վարձով ամնում է։ Դե հա, դե գիտեք ինչ կա, ստե կարելի է շատ բաներ կա, էլի, որ կարելի է վերահսկել։ Ես որպես գյուղացի ես ձեզ ասեմ, ոռոգման ջուր չունենք այս պահին մեզ։ Ճիշտ է, պետք է խոսքեն թե որ բերեն այդ ջուրը հասցնեն գյուղ։ Նախնիները մեր պապերը այն ժամանակ բերած են, էլի, հիմա չի գալի։ Հիմա խողովակներով են ուզում բերեն։ Ջուրը կարևոր կենսական նշանակություն ունի գյուղացու համար, յուրաքանչյուր բնակիչի համար։ Դե որը ջրի համար, որը պայմանների համար, չգիտեմ էլի հերրի ասել, հետո երեխան մեծանում է, ոչ մի տեղ հարմար տեղ չկա, որ տա սովորի կամ մի բան մասնագիտություն սովորի, որ մի տեղ աշխատի, հնարավոր չի ապրել։ Որին հարմար է, որին ձեռը տալի $1000 ամենաճիշտ։ մոտենում է քաղաքի, հետո $1000 չգիտեմ, ինչ ասեմ,
Գյուղացուն պետք է կառավարությունը ոչ թե խանութներից, այլ արկեն առնի, սիլիտրեն առնի մասնավորից, այլ կառավարությունը բերի հասցնի ստե։ Ես մեծապատիվ ուրախ կլինեմ, որ բերեն հասցնեն ստի։ Մենք առնում ենք մի քանի հոգու ձեռից ու թանկ ենք առնում։ Մենք էլ ստանում ենք կոնկրետ ստանում 46000 դրամ թոշակ։ Այդ թոշակը որ մեկին օգտագործեն։ Կոմունալիա, չգիտեմ, դևորայքիա, սիլիտրի սայլարկիա, առողջությանը, դևորայքի կոնկրետ։ Մթերման խնդիր ունեք։ Ինչպես։ Չէ, հարկասո, ես խնդիր չունեմ։ Մենք այդքան շատ ապրանք չենք արտահանում։ Հնարավորություն չկա։ Ցորենը Սիսյան, որ ցորենը շատ ունենան, հանձնում է Սիսյան։ Լավ, հարմար բան։ Դե մի քանի հոգի ենք, շատ մարդ չի, շատ մարդ անասուն չեն, պահմանասունները պակասերը մեծ քանակությամբ։ Հա, դժվար է։ Կոնկրետ չգիտեմ, սայլարկենա տեղափոխման հարցերն, ոչ դժվար է մի խոսքով։